Նիկոլը փորձելու է ձերբակալել կաթողիկոսին, ձերբակալել այնուհետև կալանավորել, և ամենայն հավանականությամբ դա իրան կհաջողվի, ինչի, որովհետև վստահ եմ բոլորդ արդեն շատ լավ հասկանում եք ու գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը անում է այն ամենը, ինչ իրեն հանձնարարում են Ադրբեջանից և Թուրքիայից, Ադրբեջանից և կամ Թուրքիայից, ինչու, որովհետև էլի վստահ եմ, որ բոլորդ վաղուց արդեն շատ լավ հստակ 100%-ով գիտակցում եք, որ Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, զոռով ներդրել են հայաստանյան քաղաքական կյանք, աճացրել են ու բերել են իշխանության, որպեսզի նա կատարի այն ամենը, ինչը դարերով պլանավորել են թուրքերը։ Դրան իհարկե նպաստել են նախորդ իշխանությունները, աջակցել են նախորդ իշխանությունները, օգնել են նախորդ իշխանությունները, աճացրել են Նիկոլ Փաշինյանին, մտել են գործարքի մեջ թուրքերի հետ ու հասցրել են տեղ։ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, այլևս սխալ է կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Նիկոլ Փաշինյանը հաջողված օտար երկրյա թուրք հետախուզ գործակալ է։ Նիկոլ Փաշինյանին մեղադրել դավաճանության մեջ որպես հայ ազգի ներկայացուցիչ սխալ է։ Եվ հիմա վերջինն ինչ տեղի ունեցավ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, մուսուլմանների այդ ոնց է, չգիտեմ, կոչվում, ինքներդ կորոնեք կգտնեք, Ալլահ Շուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայաստանի հայ առաքելական, այսինքն եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանին, խաղաղությանը, իբր թե կայունությանը, չգիտեմ ինչին, այնտեղ սպառնալիք է իրենց համար մի խոսքով։ Հայտարարեց ինչին ի պատասխան։ Հայտարարեց նրան ի պատասխան, որ ընդամենը վերջերս, եթե չեմ սխալվում, Գերմանիայում կաթողիկոսը, սիրեք նրան, չսիրեք, ընդունենք նրան, թե չընդունենք, հավանենք նրան, թե չհավանենք, բայց հայտարարեց, որ Արցախահայության խնդիրը ունի առաջնային լուծման անհրաժեշտություն, որ այն առկա է, որ այն մոռացության չի մատնվելու, որ Արցախի խնդիրը կա, որ Արցախը օկուպացվել է, Արցախը զավթվել է, Արցախի և Արցախահայության համամարտկայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքը ոտնահարվել է, որ արցախցիներին վտարել են, տեղահանել են, զրկել են, ունեզրկել են և այլն։ Եվ սրան ի պատասխան Ադրբեջանի կոլեգա հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է։ Նիկոլ Փաշինյանը որպես ադրբեջանցիների դրած նախորդ իշխանության ձեռամբ աջակցությամբ ապահով ձևով առոք-փառոք իշխանության մեջ ծվարած թուրք գործակալ բնականաբար պիտի անմիջապես անցնի այդ հրահանգը կատարելու։ Եթե հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է, ուրեմն հայ առաքելական եկեղեցին հարկավոր է ոչնչացնել։ Եվ ինչի եմ ասում ամենայն հավանականությամբ դա վիժվածքին կհաջողվի, որովհետև հայ առաքելական եկեղեցին մնացել է այն միակ ինստիտուցիոնալ դեռևս չկազմալուծված կառույցը, որտեղ կան մեծ թվով մարդիկ, նվիրյալ հոգևորականներ, չնայած նաև այլանդակ երևույթների, բայց դրանք անշուշտ փոքր և մեծ հաշվով եկեղեցու ամբողջ էությանը, խորհրդի ու նշանակության վրա մեծ հաշվով պատմականորեն չազդող մաս են հանդիսանում, եկեղեցում մնացել է եկեղեցու ամբողջ ինստիտուտում, կառուցվածքում, համակարգում, ցանցում մնացել են նվիրյալ մարդիկ, նվիրյալ արժե համակարգին, նվիրյալ ազգային արժեքներին, մարդկային, առանցքային արժե համակարգին, հայրենիքին և ազգին, ազգի պահպանման գաղափարախոսությանն ու ազգի պահպանման ուղղությանը, սրանց որպես վերջին ապաստարան, որպես վերջին հույս, որպես վերջին դեռևս չքանդված նրանց համար, թշնամու համար վտանգի աղբյուր անհրաժեշտ է ոչնչացնել։ Եվ դրա համար Թուրքի գործակալ վիժվածք Նիկոլը իր լակոտների իշխանությամբ անելու է ամեն ինչ, հանձնարարականը իջեցված է։ Ժողովուրդ, իմ սիրելի, հարգելի, թանկագին և իմ վերջին հույս հանդիսացող գիտակից ժողովուրդ, շատ արագ պետք է ոտքի կանգնել, շատ արագ։ Մեր բազմաթիվ այս վտարանդիությանս 1-2 տարիների ընթացքում ձևավորված հատկապես դրսում և ռեալ ու լուրջ ուժ հանդիսացող հայրենակիցների հետ միասին, ինչպես նաև ներհայաստանյան մեր թիմակիցների, կողմնակիցների, ընկերների, բարեկամների և ուղղակի երկրի ցավով տառապող մարդկանց հետ մենք
նախաձեռնել ենք մի նոր, չէ, ավելի ճիշտ հին, ինչպես ժամանակները, հին ինչպես հայոց պատմությունը, հին ինչպես մեր գոյության պահպանման, ինքնապահպանման համար մղվող դարավոր պայքարը, պրոցես, ուղղակի դիմագրավելու սրանց։ Ես շուտով կնշեմ օր ժամ, ես շուտով կնշեմ տեղ, ես շուտով կնշեմ ձևաչափ և կխնդրեմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, անկախ նրանից, դուք ընդունում եք, թե չեք ընդունում առանձին հոգևորականներին, ընդունում եք, թե չեք ընդունում, հավանում եք, թե ոչ կաթողիկոսին, բայց դուք հավատում եք Աստծուն, մենք հավատում ենք Աստծուն, մենք հավատում ենք գերագույն երկրում, երկրագնդի վրա, աշխարհիկ կյանքում բոլոր պրոցեսները բալանսավորող ուժին, մենք հավատում ենք Աստծուն։ Աստծո տունը, Աստծո տաճարը եկեղեցին է, ոչ թե շենք շինության և այն ներկայացնող հոգևորականների առաջին հերթին, ոչ թե նրանց միջոցով, այլ իր ողջ էության, իր ողջ նշանակության և մեր հոգու մեջ ու մեր գիտակցության մեջ եղած, ծնված օրվանից եղած և վստահ եմ մինչև մահ պահպանվող ամբողջ իմաստով։ Սա է պետք պաշտպանել։ Սա է պետք պաշտպանել ու սա պիտի դառնա առիթ վիժվածքին, թշնամական նախորդի ձեռամբ, այստեղ թշնամական ներդրված գործակալին դուրս շպրտելու, դաժանաբար պատժելու պրոցեսին։ Սա պիտի դառնա դրա սկիզբը։ Սա վերջին սկզբի հնարավորությունն է։ Սա սկիզբ առնելու վերջին հնարավորությունն է։